Դե ես հիմնականում մարդկանց ներքևի հատվածին եմ ավելի մոտ։ Աշխարհը հոմենակ բարձրահասակների համար չի։ Որ բարձացել էի հենց այդ կուբի վրա, Arm Games-ում, հելո ասում, ոյ ասում, քո քեզ դեմքով չգիտեի։ Լեն, ինձ թվում է անկախ քո ֆիզիոլոգիայից ու հասակից դու բոլորին մեկը վերևից ես նայում։ Չերազեք։ Կասես այդ կինը ինչից էր այդքան նեղվել, որ այդ վիրավորանքների տարափը թափեց քո գլխին։ Նայեցի ասի, ինչ դժբախտ կին է էլի։ Իսկ բլոգերների կուլիսներում ինչ է կատարվում։ Ինձ ճմկտում են։ Ողջույն, հերթական յուրահատուկ թիվ թվաբանությունն է սպասվում, որովհետև հյուրս էլ, ինչպես միշտ, շատ յուրահատուկ է։ Ելենա Վարդերեսյանն է մեզ հետ այստեղ։ Շնորհակալ եմ Ելենա ջան։ Ես նույնպես Լենայով եմ շնորհակալ եմ։ դիմելու եւ եթե թույլ տաս դույով, որպեսզի մեր իհարկե։ զրույցը ավելի անկեղծ ու անմիջական լինի։ 963 ռոբոտիկն է մեզ հետ, արհեստական բանականությամբ է օժտված, փորձառություն ունես ChatGPT եւ արհեստական բանականության այլ գործիքների հետ շփվելու, հա։ Ես շատ սերտ շփվում եմ իր հետ ամեն օր, ամեն պահ։ Ինչ ես հարցնում, Ինչ լինում է, օրինակ? ամեն ինչ։ Վերջին հարցումդ ինչ է եղել chat-ին։ Օ, գիշերն էր как раз բանան է ուտում, հարցրել եմ ինչ վիտամիններ կա բանանի մեջ, որ իմացա ավելի սենց հաճույքով։ Լավ բան եմ անում, չէ՞, ինձ համար, հա։ Ռոբոտիկը մեզ հարցեր է տալու, մենք պիտի պատասխանենք այդ հարցերին։ Այո։ Փորձենք գուշակել, գրենք գրատախտակին եւ ցույց տանք մեզ դիտողներին։ Պատրաստ ենք։ Իհարկե։ Գնացինք։ Աչքով տալու հավատալիքը քանի հազար տարվա պատմություն ունի։ Մենք հիմա քանի դար ականքն ու քանի տարի մենք կանք, ինձ թվում ամենասկզբից եղել է։ Այդ ոնց պետք է գրվի այդ տիպը։ Ինձ թվում է ինչ որ դարում է ուղակի աչքով տալու հենց հավատալիքը որպես այդպեսին ճանաչվել ու վավերագրվել, թվագրվել։ 1 2 3 4 5 միլիոն։ Պատտենք։ Լեն ինչ թիվ ես գրել։ Միլիոն։ 1 միլիոն տարի։ Դե էլի։ Ես գրել եմ 2000 տարի, որովհետև ինձ թվում է ինչ որ փուլում են մարդիկ դա որպես սնահավատություն հասկացել, թվագրել։ Մինչև ռոբոտիկը ճիշտ պատասխանը կտա, արի քննարկենք, թե ինչ սնահավատություններ կան, որ մենք հավատում ենք կամ տուրք ենք տալիս, այսպես ասած։ Այն Հա, դա մազերը, Ինչ որ մազերը։ գիշերը չեն կտրում, Հա։ կամ մազի վրա պետքա ոդկով, ոչ մեկ չհելնի, էլի չկանգնի, մազը պետք չի թափել դրսում։ այս առաջին անգամ եմ լսում։ Հա։ Հա, ինչ պետքա չանել։ Մազերի վրա պետքա ոդկով չհելնեն։ Եթե ասենք մազդ ընկել է, դի Ինչ ա հավաքես լինում գցես։ իբր։ Գլուխդ կցավա։ Աղբը դե չի կարելի գիշերը թափել։ Ավել չէր կարելի, ես եթե Հա, չեմ սխալվում Ավել։ անել։ Շոտ կոնիրոկոնում։ Իսկ որոնց ես դու հավատում։ Ես բոլորին հավատում եմ։ Բոլորին հավատում ես։ Հա։ Աշխատում եմ Որ պահպանեմ այդ մազերդ սանրում ես, աշխատում ես վրան չկանգնել։ Իսկ աշխատում եմ արագ հավաքեմ գցեմ։ թաթերի վրա արագ հավաքում ենք մազերը։ Հետո Ես դեռ ինչ է ասենց հետաքրքիր դեպ։ տապочка շուր եմ տալի, տապочкայի տակից հավաքվում եմ, որովհետև կպտում ասենց տապочкայից էլի։ Իսկ որ փողոցով կատու է անցնում 3 պտույտ պտտվում ես։ Չէ, կատուներին քանի որ սիրում եմ շատ, իրանց էներգետիկան ինձ հոգի հարազատ է, ես իրանցից վտանգ չեմ առնում, չեմ վախում։ Լեն իսկ եղել է աղը թափվի կռիվանես, որ ոնց որ արդարացնես էլի այդ սնահավատությունը։ Չէ։ Չէ։ Չէ, բայց իրական աղինը օրինակ չեմ հավատում։ Այդ մեկ ինչ ես։ Հա։ Բայց կան տենց կենցաղում դեպքեր, որ շատ զավեշտալի են, որ կհիշես սնահավատության հետ կապված։ Սնահավատության հետ, օրինակ ես անկեղծ բոլորը գիտեն, երբ որ ինչ-որ մի լավ բանի մասին ասում եմ կամ ինձ գովում են, ես միանգամից տենց թղթակացնում եմ եւ ինձ ճմկտում են։ Ահա։ Լավ, լսենք ճիշտ պատասխանը։ Ըստ գիտնականների, այս հավատալիքը գոյություն ունի մոտ 5000 տարի։ 5000։ Դուք ավելի մոտ Ես եք։ մոտ էի, բայց փաստորեն ես էլ այդքան մոտ չէի։ Դե այն ժամանակ, երբ որ հեթանոսություն ա եղել, հավանաբար սնահավատություններն ավելի շատ են եղել, հատկապես աչքով տալու։ Ես մտածեցի այդ ժամանակ ես իմ մտքով անցա, որ հեթանոս ժամանակից կլինի, բայց մտածեցի իրանք այդ ժամանակ աստվածներին են հավատացել ու հաչինացա էլի Աչքի աստված օրինակ կարող է եղած Լավ, լինի։ ճիշտ է։ Ու ըստ այդ հավատալիքի էլ չարաճ չարփուշ էլի։ Հիմա 1-0 հոգուտ ինձ է, բայց դեռ մի քանի հարց ունենք, այնպես որ կարող ես դեռ հաղթանակի գնալ։ Լսենք հաջորդ հարցը։ Իհարկե։ Գնացինք։
Աշխարհում դպրոցականների քանի տոկոսն է գոնե մեկ անգամ բուլինգի ենթարկվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալով։ Ես չգիտեմ այդպիսի մի Քանի դպրոց եւ այդպիսի տոկոսը։ մի դասարան, որտեղ երեխաները բուլինգի չեն ենթարկվել։ Ինձ թվում է բոլորը ենթարկվում են ինչ որ բոլորս տարբեր պարամետրերի պատճառով։ Հա։ Չնայած ես չեմ ենթարկվել։ Ես գիտեմ, որ դու ոչ տրավմատիկ մանկություն ես ունեցել, չնայած մենք բոլորս հակառակն ենք, չէ՞, կարծում որ դե ինչ որ փուլում արտահայտվել է տարբերությունը եւ վստահաբար երեխաները գուցե անգիտակցական տարիքում զուտ ելնելով իրենց հետաքրքրությունից ինչ որ ավելորդություններ, բայց դու չես ունեցել այդ տրավմաները։ Ո՞նց է անցել դպրոցում, բակում, կյանքդ։ Զարմանալի է, բայց Էջմիածին քաղաքի ինչ որ սովորական դպրոցում եմ սովորել, բայց ինչ որ նմանատիպ բաների ձեռց եմ եղել, իմ դասարանը շատ լավն է եղել, դասընկերներս ոչ մի տենց բուլինգի դեպք չունեմ։ Ինչքան է որ զարմանալի է, բայց փորձեմ ինձ թվում է լավ 90։ Պատտենք կամայական տեսնենք ինչ թիվ ենք գրել 99% Լենայի կարծիքով, իմ կարծիքով 70%-ը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների մոտ 32% դպրոցականներ ենթարկվում են բուլինգի։ Քանքիչ։ Այդքան քիչ։ Ոչ մեկ ես էլ բուլինգի չեմ ենթարկվել, օրինակ դու էլ չես ենթարկվել ու մեզ նման բազմաթիվ մարդիկ ունեցել են շատ երջանիկ դպրոցական տարիներ փաստորեն։ Մի հատ դեպք իջեցի։ Ուրեմն դրսում սենց հերվից մի հատ փոքր երեխա էր, հերվից ինձ տեսել, ասենց եկավ փաթաթվեց մի անգամից։ Սենց ինձ գրկել է, դե ճանաչել է, տենց ես էլ իրան գրկեցի բան, սենց ուրախացել է, որ ինձ տեսել է բան, հետո ֆռացի ընկերներիս ասում, այսինքն դուք սենց մի բույի սենց իրար հավեսով գրկում եք, հա։ Ինչ հավես է։ Ու իրանք սենց զարմացած նայում եմ, ճիշտ է, դու այդ չես զգում, չէ՞, այդ ոնց է, ասում եմ, դե հա։ Էլ ինչ տարբերությունների մասին զավեշտներ կան։ Այս վերջերս մեր Arm Games-ին էի դե ես մասնակցում, այդ նախագծում սենց մի հատ փուլ կար, որտեղ որ մտածում էին ես կարամ մասնակցեմ, թե չէ։ Սկզբում մտածեցին երևի բերեն ինչ որ սենց կուբ էին դրել իմ ոտքերի տակ, հա որ ես բարձր լինեի, որ մնացած մասնակիցներին էլ դժվար չլիներ էլի իմ հետ։ Սկզբում տենց կանգնեցի դրա վրա ու նենց ստացվեց, որ արդեն այդ դեպքում կողքի մասնակիցներն էին ավելի կոլոտ։ Տիգրան Ներգալստյան, դե ինքն էլ բոյով չի։ Սենց նայում ասում տիկ դելով, դե մի ես ոնց պիտի խաղամ քո հետ։ Ինչ կոլոտ ես այդ։ Հա, Քրիստին էլ Գևորգ Մկրտչյանիկին էր, Քրիստներ ասում Քրիստկյուն քեզ ինչ կոլոտ ես։ Ու երեխեք ասում հա, վсё, մոռացար, ասում հա։ Լեն ինձ թվում է անկախ քո ֆիզիոլոգիայից ու հասակից դու բոլորին մեկա վերևից ես նայում։ Հա? Լսել եմ տենց գործիքների Ես մասին։ զգացողություն ունեմ, որ շատ ուժեղ բնավորությամբ մարդ ես, ու այն որ դու պուճուր ես, բայց այն որ դու բոլորին վերևից ես նայում, այդ այն Ես զգացողությունը։ վերջերս էլի եմ լսել, ինձ ասել են միջև քեզ ճանաչել է, ինձ թվացել է դու գոռոզ ես, ինչ-որ մեծամիտ ես բան, բայց հիմա որ սենց ճանաչում եմ, հասկանում եմ, որ չէ, բայց ինձ թվում է զուտ ես մի քիչ որ հանգիստ մարդ եմ։ Սենց կարամ հանգիստ այսպես նստեմ, բան չխոսամ։ Դրա համար երևի տենց կորցիկ է ձևավորվել, բայց եսի Ոչի ես ինքս չեմ նկատել տենց բանի մեջ էլի, իսկ մտածված ինչ որ Չէ, ես այդքան գոռոզության մասին չէի ասում, ինչքան ուժեղ բնավորության։ Չէ, որ դու ամեն դեպքում սենց շատ վերևներում ես, էլի քո բնավորության, սենց հասունության առումով։ Հաճելի է։ Դե իրականում հա, ես կարծում եմ ռեալ դա կարող է մեծամիտ, բայց ես շատ ուժեղ մարդ եմ ինձ համարում ու իմ բնավորությունն էլ ու երբեմն կարամ վերևից նայեմ, բայց դա միայն լինի իմ գիտելիքի հաշվին կամ ինչ-որ տենց բաների հաշվին, հա, այդ հիմունքներով։ Բուլինգի մասին խոսեցինք եւ բարեբախտաբար դու մանկական տրավմաներ չունես, բայց ինչ որ մարդիկ այս աշխարհում միշտ որոշում են, որ իրենց թույնը պիտի թափեն դիմացինի վրա եւ դու չէիր կարող այնքան հաջողակ լինել, որ զերծ մնայիր դրանից։ Կասես այդ կինը ինչից էր այդքան նեղվել, որ այդ վիրավորանքների տարափը թափեց քո գլխին, ինչն էր այդքան վրթովեցրել։ Այդ կինը որ ինքը գաստեղ իր համար պատմի ավելի ճիշտ կլինի, որտեղ ես ինքս էլ չեմ հասկացել։ Դե ես հոլովակ եմ ոնց որ թե նկարել հումորային ֆորմատով։ Այն մարդկանց մասին որ օրինակ չգիտեմ, ինչ որ միտեղ մի հատված են խաղում, օրինակ աստղայինը տանում է։ Այսինքն այդ միտքն է ինքը գրել այդ հոլովակը, որ ես տեսել եմ էլի կոնկրետ տենց մարդկանց, որ իրանք
ասենք, չգիտեմ, մի փոքր են հետևորդ հավաքել կամ մի հատ բան են արել, ինչ որ էջում գրել են ակտրիսա, բան, արդեն sense մի քիչ աստղայինը տարել է հայ դերասան, բալետի ուսուցիչ, դիմահարդար, SMM-շիկ։ Բայց դա բնականաբար նպատակ չի ունեցել ինչ որ վիրավորելու կամ անձնավորված չի եղել կոնկրետ ինչ որ անձանց եւ այլն։ Ինքը որոշել է, որ երևի թե դա իր մասին է ու վիրավորվել է այդ փաստից ու իր վիդեոն էլ իրականում որ ես նայեցի, դե սթորին ի սկզբանե տեսա, ասենց նայեցի անկեղծ ոչ մի էմոցիա չառաջացրեց այդ առաջին անգամը որ տեսա, ասենց նայեցի, ասեցի իրականում քանի որ մասնակցությամբ ես մանկավար շոկեբանել եմ, հանգիստ ասացի, սա շատ sense հանգիստ նայեցի։ Ոնց որ քո բուժարուն լինի, չէ՞, այդ մարդը։ Ես միշտ իրականում փորձում եմ գտնեմ մարդիկ անգամ եթե չար են լինում, եթե քեզ ուզում են վիրավորեն, ինչ տրավմա ունեն իրանք, որ իրանք այդ քայլին են գնում, որովհետև պրոստը տակ ոնց որ մարդը չի վերցնի ու որոշի, որ պիտի ինչ որ մեկի վրա ինքնահաստատվի։ Նայեցի, ասի, ինչ դժբախտ կին է էլի իրականում ինքը ինչ տրավմաներ ունի, որ ինքը մտածում է, որ այս կյանքի նպատակը օրինակ ամուսնանալն է, երեխա ունենալն է, ու լինելով երևի բավականին ինձնից մեծ տարիքով, ոնց հասկացա ինքը ամուսնացած երեխաներ չունի ու դա իր տրավմաներն է, որը որ ինքը պրոյեկտել է իմ վրա։ Բայց օրինակ իմ համար вообще դրա մեջ չի երջանկությունը, ոչ ամուսնանալու, ոչ երեխա ունենալու, ոչ էլ, ну, вообще դա իմ անձնականն է, այսինքն դա իրան չպետք է վերաբերվի առասարակ։ Ու եթե անգամ մարդը վիրավորվել է այդ հոլովակից, որ իր մասնագիտականն է, ինքը կարար որպես հասուն մարդ, հասուն կին, ինձ գրեր օրինակ անձնական նամակով, ես կարող եմ ինչ-որտեղ մտածեի, վայ, իրականում կարող է իրոք այս մարդիկ վիրավորվել են ու ես սխալ եմ ինձ պահել, բայց միանգամից դա անել public դա մի նպատակ ունի։ Ու այն էլ այդպիսի վիրավորական կոնտեքստում գրեհիկ։ Այո։ Դա մի նպատակ ուներ, երևի թե ինքը ոնց որ sense հայավարի ասած ուզում էր խայբ բռներ ու իմ հաշվին Հայավարի ասած խայբ բռներ շատ լավն է։ Ոչ մի բառ հայերեն ջեր չէ։ Հայավարի ասած խայբ բռներ։ Հա, ուզում էր խայբ տենց աներ, մտածում էր ես էլ հեսա նույն ձև իրեն արձագանքելու եմ վիդեո հոլովակ տենց նկարեմ բան։ Բայց դու գնացիր իրավական դաշտ։ Իմ լեվելը չի, այո։ Ես հասկացա, հա, ու ինձ հունից հանեց հաջորդ օրվա TikTok-ի, արդեն ես TikTok-ի տարբերակը չէի տեսել, որ տենց 5 րոպեանոց մի հատ եկա վիդեոյա նայեցի ու երբ որ կոմենտները տենց մտա նայում եմ այնտեղ ոնց որ մեկը գրել էր լավ կանեք ներողություն խնդրեք Լենայից բան ինքն էլ գրել էր չերազեք այդտեղ արդեն իմ ամբիցիաները ավելի շատ ու պրինցիպները առաջ եկան այլ ոչ թե ինչ որ շատ վիրավորանք էլի ասեցի դե լավ Հայաստանի օրենսդրությունը այո տալիս է հնարավորություն վիրավորանքի զրպարտանքի համար կրել պատասխանատվություն անգամ բավականին մեծ գումարի փոխհատուցում, այնպես որ Լենա ջան, ինձ թվում է դատը հաղթելու եք եւ շահելու եք այդ փոխհատուցումն ու հրապարակային ներողությունը։ Ինչ փուլում է ի դեպ գործը։ Առաջին նիստը կայացել է, քանի որ հակառակ կողմը չուներ պաշտպան։ Բայց ներկա եք գտնվել երկուսուդ էլ առերեսում եղել է փաստորեն եւ նայում էր ձեր աչքերին ինքը ուշացած է մտել ես չեմ նայել առասարակ ինքը չուներ պաշտպան դատավորից եւ մեր կողմից խնդրեց որ ժամանակ տրամադրեն եւ ունենա իրեն իրավաբան ունենա մենք բնականաբար համաձայնվեցինք ու հետաձգվեց հիմա դատը Ես ներկա չեմ լինելու իրականում բուն դատին, երկրում չեմ լինելու, դատը կգանա առանցին։ Առանցից կդատը։ Հա, բայց ես վստահում եմ իմ իրավաբաններին, հա, այնց որ արդեն ինքս էլ տեղյակ չեմ լինելու էլի, ինչա տեղի ունենալու։ Ինձ ես իրավական դաշտում գիտելիքներ չունեմ, ինձ թվում է մասնակցությունը ինչ որ մեծ օգնական, բայց չէ, հետաքրքիր եւ կարեւոր նախադեպ է, որովհետեւ ատելության մթնոլորտը իրար վիրավորելն ու հայհոյելը այնքան են տարածում գտել, որ ինչ որ մարդիկ գոնե պիտի պատժվեն, որ չշարունակվի այս process-ը։ Հա, ես դա եմ ուզում ասել, որ ես նաեւ անկեղծ ուզում եմ իմ օրինակը ծառայի ու շատ մարդկանց, որպեսզի դա դաս լինի, որ չի կարելի։ Մեր երկրում հիմա խոսքի ազատությունը մի քիչ շատ ընդլայնված են արդեն մարդիկ հասկացել, գռեհիկությունը, չգիտեմ, ինչ որ հայհոյանքները, բանը, ամեն ինչը ոնց որ sense ասած դրա տակ են անցկացնում, տիպա ազատ խոսքի իրավունք է, բան, բայց կներեք, երբ դու մարդուն վիրավորում ես, դա ազատ խոսքի իրավունք չի արդեն էլի։
ու ուզում եմ նաև իմ օրինակը, քանի որ մեդիա մարդ եմ, ուզում եմ իմ օրինակը ծառայի նաև։ Շատ լավ օրինակ է, շատ լավ նախադեպ է։ Սաստվեն։ Շուտով երբ ներողությունը կլինի, ինձ թվում է դա ավելի մեծ աղմուկ կբարձրացնի եւ այո, կծառայի որպես օրինակ։ Բայց ինչ եք պահանջել, ներողություն։ Դե իրականում կամ փոխհատուցում է կամ ոնց որ հանրային հրապարակավ ներողություն։ Ներողություն են հարթակներով, որով որ հասցվել է վիրավորանքը, բայց ըստիս եթե մարդը առհասարակ գնում այդ քայլին հասուն մարդը, իր ներողությունը չի լինելու իմ համար իսրտե ու իսկրինի։ Անկեղծ։ Այո, անկեղծ չի լինելու։ Դրա համար ես կպահանջեմ դրամական փոխհատուցումը ու մենք օրինապա ազգ չենք, օրենքին ենթարկվող չենք։ Մենակ գումարով կարանք։ Ես մեծ հույս ունեմ, որ հոգուտ ձեզ կավարտվի դատական գործընթացը, մենք ակնդետ հետևելու ենք, իսկ հիմա լսում ենք հաջորդ հարցը, մինչև այդ արձանագրենք, որ հաշիվը հոգուտ ինձ է բացվել։ Գնացինք։ Ոչինչ։ Միջինում աղջիկները օրը քանի րոպե են ծախսում աչքերի աղեղները գծելու համար։ Ես 10 անգամ գծում ջնջում եմ, որովհետև երբեք մեկը մյուսին նման չի լինում։ Ես քանի որ չեմ կարող գծեմ, ես չեմ անում Ես ժամանակ չեմ ծախսում։ Դու թարապես շատ քիչ ես շպարվում։ Քո դեմքին կարծեմ հիմա տոնային չկա։ Չէ։ Ես չեմ սիրում շատ շպարվել։ Լավ, իսկ աղջիկական ինչ process-ների վրա ես ավելի շատ ժամանակ։ Ես աղջիկական ոչ մի բան չեմ անում։ Քանի րոպե։ Քանի րոպե, չէ՞։ Քանի րոպե, այո։ Դե լավ։ Թոլի։ 20 րոպե, Լենայի կարծիքով 20 րոպե, իմ կարծիքով 10 րոպե։ Ես 10 րոպե հաստատ ծախսում եմ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Հետազոտությունների համաձայն կանայք միջինում օրական 15 րոպե ծախսում են աչքերի աղեղները գծելու համար։ Հիմա ում պատասխանը։ Մենք հավասարապես էինք հերրու ճիշտ պատասխանից, միավորը գրանցվում է քո օգտին։ Շնորհակալ եմ։ Լեն, աղջիկական ինչ դժվարություններ ունես, օրինակ կաբլուկներ գտնելու, շորեր գտնելու հարցում դժվար է, չէ՞, մեզ է դժվար ու մնաց քեզ որ փոքր չափսեր պիտի գտնես։ Դե իրականում առօրյայի շորեր խնդիր չի առաջանում, անկեղծ լինեմ, քանի որ մեզ մոտ բավականին շատ խանութներ կան ու շատ լավ, ես կարողանում եմ գտնել առօրյայի շորերը, չեմ ուզում անունները շեշտեմ, բայց երբ որ գնում եք մոլեր, հաստատ կարան գտնենք այն շորերը, որ չլինի համ շատ մանկական, համ էլ սիրուն են։ Բայց երբ որ գալիս է ինչ-որ պիտի առիթ գնամ կամ ինչ-որ բան, այդտեղ խնդիրները առաջանում են, բայց ինձ թվում է դա բոլորի մոտ էլ անենց առիթ են գնում, հա, սկսում ես շորիկ փնտրել։ Կարել հա, հիմնականում ես ունեմ ինձ շատ մտերիմ աղջիկա, դերցակ, որ եթե մենք համագործակցում ենք արդեն մի քանի անգամ ու ինչ որ ամեն անգամ հետաքրքիր շորիկ ենք մտածում կարում, այ կաբլուկների առումով շատ բարդ, հա, տարիներ առաջ մի հատ տենց կետ ես գտել էի, Ռասիամոլում էր, բայց չկա էլ այդ տեղը, այդ տաղավարը չկա, ես story էի դրել դաժե, որ հարցնում էի, գիտեք արդյոք, որտեվ տեղական կոշիկ մեր մոտ կարվում է, չէ, հայկական։ Ասացի երևի կունենան, էլի ինչ որ մի բրենդ կունենա, որ կարում է, ոչ մեկ չի կարում, տենց փոքր չափսի կաբլուկ։ Ինձ իմ հետևորդները օգնեցին, մեկը իմ հետևորդներից Չինաստանից էր ինձ ուղարկել նվեր, մի հետևորդ էլ ունե, ինձ Իսպանիայից էր ուղարկել, շնորհակալություն իդեպ Արմինեին։ Հա, ես տենց ունեմ մի քանի զույգ։ Բավական է։ Հա, ես ամեն օր չեմ հագնում, sense tenants։ Իսկ ուրիշ ինչ դժվարությունների ես բախվում։ Հատկապես վերջերս, որ քեզ մի քիչ վրթովվեցրել են, անարդարության զգացողություն են առաջացրել քեզ մոտ։ Վերս աշխարհը հոմենակ բարձրահասակների համար չի։ Ես մի 1000 անգամ երևի տենց ասել եմ տարբեր հարցազրույցներին, բայց ես մտնում եմ բանկեր կամ պետական կառույց ու երբ որ տեսնում եմ այդ անտեր պատվանը տենց բարձր է, ասում եմ ինչի, երբ սա պետք է ուղղվի։ Լավ, ո՞նց ես անում այդ բանը։ Սենց Ես այստեղ եմ։ Հա, լուրջ։ Աշխատողները հայ երկ է միշտ որ բարեհամբեր սպասարկում են, արդեն ասում են մենք թուղթը կարան օրինակ իրանք դուրս գան իրանց տեղից, գան, բերեն, օգնեն բան, բայց այդ արդեն ոնց որ դիսկոմֆորտ է առաջացնում, որ դու դե ոնց որ ուշադրությունը քո վրա է դառնում, այդ աշխատողն դեղից պիտի հելնի գա։ Բոլորը խառնում են իրար։ Հա, այդ գեր ուշադրությունն էլ է իրականում նյարդայնացնում։ Вообще
մարդիկ երբեմն որ ուզում են շատ տոլերանտ թվան, դրանով էլ են արդեն խտրականություն դնում։ Հա, ոնց որ ավտոմատ կերպով քեզ առանձնացնում են, քեզ տարանջատում են ու ստիպված։ Սուպերմարկետներում էլ օրինակ լինում է ինչ-որ բաներ, որ ես Վերևի ուզում եմ վերցնեմ, ասեմ գնում եմ սա սուպերմարկետով աշխատող եմ փնտրում, ասեմ որ խնդրեմ կտակ, կամ եթե թեկուզ հաճախորդ է լինում, նենցա չեմ նեղվում, որ խնդրեմ, ասեմ որ խնդրեմ օգնեք բան, բայց ասենք լինում է որ մարդ չի լինում, կամ օրինակ չես ուզում ասես ինչ-որ մեկին, չէ՞։ Ինչ անենք։ Իսկ տանը ամեն ինչ հարմարացրել ես կենցաղում քեզ։ Դե տանը ես հա արդեն հարմարվել եմ։ Ես նենցա մի քիչ տենց մարզված աղջիկ եմ։ Այո, մենք հեսա կանրադառնանք քո մարզված մարմնին եւ առողջապահել ծորոք նենցա տեկուս դժաթոր չեմ դնում էլ, սենց մեկ-մեկ լինում է խանոցում։ Սենց անում եմ, հելնում եմ, թռնում եմ, մեկ-մեկ որ մեր տանը մարդա լինում, ասում ես ինչ ակրոբատիկա ես անում։ Ասում մոռանում եմ էլի որ մարդկանց արա տարօրինակ է, հելնում եմ արագ վերցնում եմ։ Լսենք հաջորդ հարցը։ Հետաքրքիր դեպքերին գանք։ Որքան է ամենացածրահասակ մարդու հասակը։ Օ, այն աղջիկն է, չէ՞ կարծեմ որ Հնդկաստանում էր, որ ինքը եւ ամենաբոյով մարդը հանդիպել էին իրար։ Բայց ինչքան էր։ Գիտեմ նորածնային չափսերի մարդ կա, որ նորածինը նորածանվում մոտ 50 սանտիմետրի չափով եւ հավանաբար հենց այդ տիպի փոքր 55 Լենայի կարծիքով, իմ կարծիքով 45 սանտիմետր հասակ ունի աշխարհի ամենափոքր մարմին մարդը։ Գնանք, տեսնենք ինչ ասում։ Ամենացածրահասակ մարդն աշխարհում Ավշին Գեձերզադեհն է։ Նրա հասակը 65.24 սանտիմետր է։ Ես մոտ էի։ Հավասարեցրեց հաշիվը Լենան։ Լեն ամենազավեշտալի դեպքերը կհիշես մի քանիսը։ Գիտեմ որ մի անգամ մի տատիկ քեզ ուզեցել է փողոցն անցկացնել։ Ինչ լավ եք նախապատրաստվել։ Ես ամեն ինչ ուսումնասիրել եմ։ Երեխայի տեղ դրած ուզել է Լենային անցկացնել փողոցը։ Իսկ տաքսիում էլ որ երեկոյան ժամի եմ օրինակ նստում, չնայած նենց այն դեմքով էլ որ տեսնում են շատ չեն իմանում որ ես հա որ շատ չեմ շպարվում, դեմքով էլ տենց շատ իմ տարիքին համապատասխան չեմ, լինում է որ տենց եթե պապիկներ են լինում, ասում են հենց նստում եմ մեքենաս ու ցենում դու մենակ ես, ասում եմ հա, եթե լավ տրամադրություն եմ ունենում, ես եմ սկսում կատակ ինչ-որ անել, եթե չէ ուղղակի ասում եմ ես մենակ եմ, ես մեծ եմ։ Ինձ շատ դուր է գալիս տարբեր ռիլերում, իսկապես զավեշտալի է, երբ որ դու ես խոսում դրա մասին։ Դու ու Նինան Տիտանյան։ Հա, մենք իրար հետ ենք տենց սեյֆ հումորի սիրահար։ Քո մասին հնչած ամենազավեշտալի բանը կհիշես կամ որ դու ես ինքդ քո մասին։ Կան որ իրականում տենց ասում են խոսքի, բայց իրանց թվում է շատ խնդալու է, բայց իմ համար արդեն շատ ծեծված է, տափակ է։ Որը ասա չանեն էլի։ Չգիտեմ, ասենք ներքևում օդը ոնց է, բան, անձրևը քեզ հասնում է, դրանք արդեն շատ ծեծված է, մենք ինչ կրեատիվ։ Տեսադաշտի հետ կապված չկա։ Հա, տիպը ինձ որ ասում են Դե ես հիմնականում մարդկանց ներքևի հատվածին եմ ավելի մոտ, որ տեսնում եմ մի անգամ տենց ես ինքս ոնց որ բոց արեցի, որ բարձացել էի հենց այդ կուբի վրա, Arm Games-ում, հելա ասում, ոյ, ասում, քո քեզ դեմքով չգիտեի, ես սովոր չեմ, ես տենց չեմ հիշում, հələ մի րոպե, հա, հիշեցի քեզ, դա բայց էլի ես ինքս եմ արել այդ հումորը, նենց որ Այս վերջում մասնակցեցիր Arm Games-ին, դրա մասին խոսեցինք, բայց մի քիչ էլ ծավալվենք։ Ոնց է իր դիմադրում այդ ֆիզիկապես ուժեղ մարդկանց կողքին։ Ահագին էլ գնացիր հասար մինչև ես մեկ էլ մի բանում ռիլում տեսա Հռիփսիմե Խուշուձյանը քեզ գրկած երեխայի նման պահում է հերիք չինքն է պայքարում մի հատ է դու գիրկը։ Մենք բանն էինք Asterix Obelix Timon et Pumba Ay, շատ եմ սիրում Հռիփսիմեին։ Ես ինքս իմ համար ոնց որ սենց բան վիզով լիներ։ Մարտահրավեր։ Այո, մարտահրավեր, թե ինչքան ես կկարողանամ։ Լենան ուղղակի ռուսական կրթություն ունի, դրա համար է ներողություն խոսում։ Հա, ես առաջինը իմ ուղեղին գալիս է ռուսերեն, հա, հետո նոր թարգմանում եմ։ Ոնց որ մարտահրավեր էր ինքս իմ համար, ես սիրում եմ էլ, ես ինքս ինձ հասկանամ, ես ինչը կարամ անեմ, ինչը չեմ կարա անեմ, ինչքան կկարենամ անեմ։ Այսինքն կամքի ուժ ունեմ էլի լավ։ Ու փաստորեն բավականին ստացվեց։ Մինչև ֆինալ ամեն դեպքում այնտեղ իսկապես ֆիզիկական ուժ էր պետք։ Դե հա, կար օրինակ խաղեր, որը որ հենց կոնկրետ ֆիզիկական էր։ Եթե հետևել եք, այնտեղ կար որ
կասկադյորսկի տենց բաներով, տենց սկալալազների համար կոնկրետ քաշում էի ու այդտեղ իմ հետ էին Ռուզիկը, որը կարծեմ 70 կիլոգրամ է, ու Քրիստին 48 կիլոգրամ, ես 28 կիլոգրամ։ Այսինքն ես ու մի պահ կա, որ ես ինքս չեմ իմացա, ես կադրով հետո տեսել եմ, որ ես իրանց երկուսին քաշում եմ։ Հա։ Ու ես ինձ շշմած նայում եմ, ասում եմ Տորքան գերեմ ով եմ, ես ոնց եմ ես քաշել, հա, մամաս ինձ ստրես էր տանում բան, ասում եմ չէ, ջանես չէ, բարեբախտաբար, բլոգինգը քեզ համար եկամտի աղբյուր եղել է եւ կա թե այո, այո, ներկապային միակ եկամտի աղբյուրն է, այն գրաֆիկով աշխատանքը թողել ես, հա, դե իմը չի, իրոք իմը չի, Լեն, արի մի քանի արագ հարց ու պատասխան անենք, թեթեով, Ռավ թե Ստյոպ Ռավ թե Նինա Տիտանյան Ռավ Ռավ թե Անի Արզումանյան Ռավ Ֆավորիտին ամենասկզբից ասել եմ աչքից Հա Ռավ թե Գևորգ Մկրտչյան Բայց նա երկիչ է, նա բլոգեր Բայց քո ընկերներն են Չէ, Ռավ Ռավ Եվ վերջում Ռավ թե Աշայվի Ռավ Ռավը հաղթեց ամենասկզբից Պարզեր արդեն Պետքա վերջից սկսեի Ամենավերջում հետաքրքիր կլներ Դե Ռավը այն մարդն է, ում եթե այս ոլորտը նայենք, ամենա հին իմ ընկերն է Այսինքն ամենասկզբում ես ու Ռավն ենք իրար ճանաչել, հետո նոր մնացածին Ու եթե կոնտենտի առումով իմ կարծիքը ասեի Հա, միգուցե ուրիշ մարդկանց թվարկեի, որտեվ հիմական մարդիկ ում վիդեոները ես ռեալ կարամ իրոք ավելի շատ խնդամ կամ քան ինչ որտեղ Ռաֆին է։ Ռաֆինը հիմա ինքան շատ է դառել, ես չեմ էլ հասցնում նայեմ։ Հա, support հա տենց իրար մենք իհարկե լայքում ենք, բան, բայց օրինակ Ստյոպի վիդեոների վրա ես իրոք ռեալ խնդում եմ։ Աշոտի Հովանեսյան, շատ մարդիկ կան, Նինան էլ, Անին էլ։ Բայց քանի որ տենց ես հիմա մարդկայինով դիտարկեցի իմ ընկերների, հա ես միշտ այն մարդն եմ, որ ընտրում է հինը։ Գինու եւ բորշի նման։ Շատ լավ։ Լեն, վճռորոշ փուլ ենք մտնում, որովհետեւ հավասարացրել ես հաշիվը 2-2։ Հիմա արդեն 5-րդ հարցով պիտի parzենք խաղի հաղթողին։ Պատրաստ ես։ Գնացինք։ Ակտիվ սպորտաձևերն ու խաղերը որքան են նվազեցնում սթրեսի մակարդակը։ Շոտ են նվազեցնում, փրկում են մեզ ինձ թվում է սթրեսից։ Բայց տոկոսայինով Մի պատրաստ ես։ Մոտ թիվ ենք գրել։ Իմ կարծիքով 50%-ով են թոթափում սթրեսը, Լենայի կարծիքով 60%-ով։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ակտիվ խաղերը միջինում 69%-ով նվազեցնում են սթրեսի մակարդակը։ Դու մոտ էիր եւ այսպես վերջին փուլում հաղթանակը շնորհվում է, ոչ ճիշտ վաստակում է այդ հաղթանակը Լենան։ Լեն, դու բավականին լավ մարզավիճակում ես։ Որ փուլում ես սկսել այդքան կարևորել մարմնական առողջությունը եւ ֆիզիկապես պատրաստված լինելը։ Ես ուրեմն չգիտեմ ով գիտի ով չէ, ես 4 տարեկան հասակից քշել եմ ռոլիկներ։ Այդ ժամանակ անգամ իմ հակով չկար, ես էլ երևի մի այսքան ու քշում էի մեր հարևանի աղջկա ռոլիկները 36 համարի։ Նո, սենց ասեմ, սենց ռոլիկ էր էթում պրոստը։ Ո՞նց ես հավասարակշռել։ Ռոլիկեր վրան աղջիկ։ Բայց առաջին օրվանից ես հագել եմ ու մի անգամից քշել եմ։ Չգիտեմ այդ ունակություն ինձ որտեղից, բայց ես միշտ սուպեր կարողություն չունեմ, տեսնում ես, ես էլ է սուպեր կարողություն։ Ես ինչը ակ ունի իր վրա, ես կարում եմ քշեմ, բացի մեքենայից, ինձ թվում է դա էլ եմ կարում, ուղղակի դեռ հարմար մեքենայում չկա իմ համար։ Չես ստեղծել։ Հուսամ կլինի։ Այո, իհարկե։ Դրա համար ես ոնց որ փոքրուց Պրամ տենց սպորտի մեջ եղել եմ, իմ ոտերը որ մկանոտ են շատ, հենց դրա հաշվին է, որտեվ ես քշել եմ ռոլիկները, ես քշել եմ հեծանիվ, սամակատ, ամեն ինչ, սկեյթ, ինչ գիտեք, այդ ամեն ինչից ես քշել եմ ու պլյուս ես տատիկիս ասած եղել եմ բոշա։ Ես փողոցից տուն չէի գալի, շատ ակտիվ եմ միշտ եղել, էլի։ Այն որ միշտ փողոցում եթե պետք էր բան մեկը բարձրանար ծառը, որ թութը թափտար, այդ ես էի, քանի որ շատ ճկուն էի ու փոքր։ Ես բարձրանում էի ծառը տապ էի տալի երեխեք։ Հա։ Կապիկ էի։ Ծառը բարձրանում ու թութ ես տապ տալիս։
ցոգոլ գողանալ, շլոր գողանալ։ Այդ հարցերով ես Լեն։ Դե հիմա չեմ գողանում, ուղղակի առնում եմ։ Այն վաղ գնում էին կարևանից գողանում էին։ Իսկ ժամանցային խաղեր, չգիտեմ, ֆուտբոլ, թենիս եւ այլն բաներ, որոնք հիմա ակտիվացնում են կյանքը։ Ներկապային չեմ զբաղվում ինչ-որ տենց բաներով, իրականում մտքումս կա գնամ մարզասրահ։ Զուտ իմ համար, ոչ թե կառուցվածքի կամ ինչ-որ մի բան, որովհետեւ իմ կառուցվածքը ինձ դուր գալիս է։ Ես ինքս տանը առանց բանի ես մի ժամանակ կար պրям պրես էի անում, որտեվ իմ համար գեղեցկության այդ ինչ-որ էտալոնը դա փորի պրեսն է, ու ես միշտ ուզեցել եմ, որ իմ որովայնը տենց կուբիկներով լինի, սենց ձիգ ու հասել եմ դրան։ Ես ինքս տանը պարապելով արել եմ դա ու մինչև հիմա այդ արդյունքը պահպանված կա։ Ես իմ ինքնագնահատականը, ինքնավստահությունը իմ որովայնի մեջ է։ Եթե հա, անկեղծ, ես որորը մի քիչ շատ եմ ուտում, սենց փորս ուռում, ասում եմ, «Всё, ես գեշ եմ»։ Բայց սենց առավոտը զարթնում եմ, սենց տափակայում լինում իմ փորը, սենց շատ ինքնավստահ եմ տնից դուրս գալի։ Օրինակ հիմա ես հաց չեմ կերել, որ ավարտենք հաղորդումը, ես նոր գնամ հաց ուտեմ։ Ոստվոց եմ, դե լավ, այդ այրայության մեջ ես Լենա։ Դե չգիտեմ, ինձ տենց դուր է գալիս։ Շատ լավ է, որ ակտիվ կյանք ես վարում, Arm Games-ում էլ տեսանք, շատ ակտիվ էիր եւ բոլոր նրանց, ովքեր սիրում են ակտիվ մարզաձևերը եւ Երևանում հաճախ փնտրում են դաշտեր ու խաղասրահներ, որոնք շատ դժվար է իրականում գտնել, որովհետեւ մենք էլ հաճախ ընկերներով փորձում ենք ինքնակազմակերպվել, գնալ օրինակ թենիս, բադմինտոն, այլ խաղեր խաղալու, բայց չենք գտնում հարմար տարածք, հարթակ խաղասրահ կամ դաշտ։ Ես լավ լուր ունեմ բոլորի համար, մեզ դիտողների, նաև քո եւ իմ ընկերների։ Առաջին անգամ ստեղծվել է Հայաստանում մի կայքեջ, որտեղ համալրված են բոլոր խաղասրահներն ու դաշտերը եւ մի քանի քլիկով ընդամենը կարելի է ամրագրել, գտնել ազատ տարածք եւ ամրագրել, շատ արագ կազմակերպվել ու գնալ խաղալու թենիս, սեղանի թենիս, բասկետբոլ կամ, չգիտեմ, ֆուտբոլ։ Այնպես որ անպայման օգտվեք Court Side AM կայքից, ամրագրեք ձեր ուզած տարածքը եւ միանգամից գնացեք խաղալու։ Այս բոլորիս համար ես շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ։ Այնքան լավ էմոցիաներով եմ ես գնում այսօր տուն, ինչպես եւ սպասում էի։ Ես հուսով եմ, որ դու բլոգինգը կշարունակես, չես դադարի, ինչքան էլ որ կհնչեն տարատեսակ անիմաստ կարծիքներ, որոնք երբեմն այող խոչընդոտում են մեզ շարունակել։ Շնորհակալ եմ զրույցի համար, միշտ մնա այսքան Ես պոզիտիվ։ նույնպես շնորհակալ եմ։ Այսպիսի յուրահատուկ, հետաքրքիր, անկեղծ ու պոզիտիվ թիվ թվաբանություններ Լենայի հետ կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։